FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, նշում եմ, որ շատ կարևոր է երկու հիմնական խնդիր, որը մենք փորձում ենք օնլայն տիրույթում լուծել, առաջին հերթին գտնել պրոֆեսիոնալի, ում պետք է դիմել, երբ այս ասպարեզում խնդիր ունես, եւ երկրորդը, որը մենք շատ կարևորում ենք, ինչպես գտնել շատ պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Մեր ժամանակներում իրականում դժվար է յուրաքանչյուր ասպարեզում առանց մեծ տեղեկատվություն ունենալու ինչ որ բանի հասնել, բայց մյուս կողմից բոլոր ժամանակներում, այդ թվում նաև մեր ժամանակում իրականում ամենամեծ խնդիրը գտնել այնպիսի մարդու, ում հետ դուք ուզենաս ճանապարհ անցնել։ Գիտեք, մեզ համար միշտ հաճելի է լինում եւ մենք հնարավորություն ենք ունենում հեռավար կապով զրուցել նաև կանանց հետ օվկիանոսից այն կողմ։ Այսօր մենք երկու առումով ինձ համար իրականում շատ հաճելի է ու շատ եզակի կարծում եմ հանդիպում, ինչու, որովհետև մեր ժամանակների ամենակարևոր ոլորտի հետ, ֆինանսական խորհրդատվության ոլորտի հետ կապված մենք հնարավորություն ունենք մասնագետից նաև որոշակի պարզաբանումներ ստանալու եւ ամենակարևորը մենք հանդիպում ենք շատ հետաքրքիր ու իր տեսակով շատ տարբերվող կնոջ հետ, ում հետ զրուցելուց դու կկարողանաս քո շուրջը եղած իրավիճակներին մի քիչ այլ հայացքով նայել, ում բառերից հետո անձամբ ես նախնական մեր փոքրիկ զրույցից հետո կարծում եմ, որ իրականում մենք չենք կարողանում գնահատել այն, ինչ ունենք եւ դրա հետ է կապված, որ մենք չենք կարողանում շատ երկարատև ծրագրեր կազմել։ Այս պահին ուզում եմ նաեւ ձեր անունից Էլ-Ռումում մեծ սիրով իսկապես ողջունել շատ հետաքրքիր, շատ տարբերվող կնոջ Գայանե Տառախչյան։ Գայանե, ես շատ ուրախ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ։ Բարև ձեզ։ Ես շնորհակալ եմ, որ մենք հնարավորություն ունենք զրուցելու եւ դուք համաձայնեցիք այսպես շատ տարբեր ուղղություններից խոսել, ուղղություններին անդրադառնալ։ Ձեր թույլտվությամբ սկսենք սկզբից։ Դուք Երևանում եք ծնվել։ Այո։ 90-ականներին շատ փոքր տարիքում մեկնել եք փաստորեն ընտանիքով։ Այո, 10 տարեկան էի ես։ Ահա, եւ նաեւ ձեր հայրը, որ այստեղ շատ հմուտ կոշկակար է եղել, իր բիզնեսը կարողացել է այնտեղ հիմնել, բացել, այսինքն ձեր ծնողները կարողացել են այնտեղ այս իրավիճակում շատ արագ իրենց մասնագիտական նաեւ հմտություններով կայանալ։ Այո, որտեղ եկանք արդեն նորից իրենց ուսումին նայեցին, լեզուն սովորեցին եւ ամեն ինչ արեցին, որ մենք հասնենք այն նրան, որի նպատակով իրենք եկել էին։ Առաջին մասնագիտությամբ ուսուցչուհի եք, անգլերենի մասնագետ եւ երկու փաստորեն դիպլոմ ունեք վկայական, այսինքն շատ խորությամբ որոշել եք այս մասնագիտությունը ձերը դարձնել։ Այո, անգլերեն եմ դասավանդում, ոնց որ ուսուցիչ լինելը եղել այն փոքրուց իմ մանկուց երազանքներից մեկը։ Ես հիշում եմ մեր տանը Հայաստանում մենք երկար ինչ-որ կորիդոր ունեինք եւ այդ միջանցքում փաստորեն ես մատյանը ձեռքս միշտ պատկերացրել եմ ինձ որպես ուսուցիչ, քայլել եմ այդ միջանցքով վերև ներքև եւ մատյանը ներկա բացակա էի անում, իմ շուրջս երեխաները միշտ պատկերացրել։ Այո, սիրել եմ միշտ։ Այո, այս մասնագիտությունը կարծես այսպես անընդհատ բոլոր փուլերում շարունակվում է, հիմա էլ դուք փաստորեն դասավանդում եք 7-րդ դասարանի երեխաներին, բայց ինչպես ասում են, բնավորությամբ երևի սիրում եք ինչ-որ բան փոխել, հա, նորը ձեզ հետաքրքրել է միշտ, Գայանե։ Անպայման մանավանդ էս վերջերս, գիտեք ինչ, մարդ որ փոխվում է կյանքի բերումով, արդեն սկսում է նոր հնարավորություններ տեսնել, բաց հալինում լայն մտածելակերպ ստանում եւ արդեն սկսում է այլ տարբերակ ձևով նայել կյանքին ու շատ բաներ եմ տեսնում հիմա որ առաջ չէի տեսնում եւ մարդկանց օգնելը, մարդկանց նոր տեսանկյուն ցույց տալը ոնց որ դա շատ է դուր գալիս հիմա։
Ձեր թույլտվությամբ երկրորդ մասնագիտությանը անդրադառնանք, փաստորեն COVID-ի ժամանակ դուք որոշեցիք երկրորդ մասնագիտությունն ընտրել։ Գիտեք, ոնց որ մասնագիտությունը ինձ գտավ, տենց ասեմ։ Այո։ Կարծես այս կոմպանիայի հենց միջոցով, ոնց որ Աստված իմ հետ խոսում էր, Աստված ինձ խորհուրդ տվեց, բայց առանց իմ հասկացողության, առանց իմ իմանալու, եւ ինձ մեկ էլ բերեց այս կոմպանիային ծանոթացրեց իմ լավ ընկերուհու միջոցով, իր ծանոթի միջոցով, ու այդպես գտավ ինձ։ Երբեք չեմ երազել, որ ինչ-որ ֆինանսական սենց ընտրություն, ֆինանսական խումբ գնամ, բայց այդ մթնոլորտը, այդ խիրախուսելը, այդ հայ կանանց, հայ մարդկանց, ընդհանուր ընտանիքների, զույգերի իրանց հետ շփվելով տեսա, որ ինչքան լավ է, որ իրար օգնելով, ոնց որ էտա մեր նպատակը, ֆինանսը երկրորդն է գալի, ճիշտ է, ֆինանսական խորհրդատու ենք մենք իրար հետ, բայց առաջինը մենք իրար ենք խիրախոսում, իրար ենք օգնում եւ մեկս մեկի բարձրանալու համար ուրախանում ենք, մեկս մեկին բարձունքի ենք ուզում տեսնել ու դա շատ է դուր գալիս։ Հետաքրքիր է ֆինանսական խորհրդատվություն ասածը մենք մի քիչ ուրիշ կերպ ենք պատկերացնում, բայց սա է ըստ էության մարդկանց օգնելու, մարդկանց ինչ-որ առումով կայունությունը ապահովելուն ուղղված գործ է։ Սա մի քիչ մեր իմացած այդ դասական ֆինանսական խորհրդատու ասվածից դուրս է ձեր ուղղությունը։ Դուրս չէի համարի, կհամարեի, որ տարբեր ճյուղ, այդ ճյուղերից մեկն է, որի միջոցով մենք կարողանում ենք մարդկանց հետ շփվել։ Օրինակ, եթե ընտանիք գալիս է, զույգը գալիս է մեր հետ խոսելու, մենք առաջինը ուզում ենք լսենք։ Շատ մարդիկ չեն իմանում այս ծրագրերի մասին, չեն իմանում, որ ծրագրերը փոխվել են, եւ մեր նպատակը այն է, որ լսենք իրենց ոնց որ ապագա երազանքները, լսենք իրանք ինչ են ուզում իրենց կյանքից։ 20 տարի անց որտեղ են տեսնում իրենց երեխաներին, իրենց ընտանիքը, իրենց ֆինանսական վիճակը։ Նոր ըստ դրա մենք մյուս հանդիպման ժամանակ կարող ենք իրենց արդեն մատուցել ինչ-որ մի քանի ծրագրեր, որովհետև այնքան լայն է սա, մարդիկ չեն իմանում։ Եվ մեր նպատակը է դա, որ իրանց օգնենք, իրանք տեսնեն, իրանք տարբեր տեսանկյունից, տարբեր ծրագրերի հետ ծանոթանան։ Գանե, ովքեր կարող են դիմել եւ որ դեպքում են դիմում ձեզ։ Կազմակերպության։ Շատ լավ հարց է, շատ հոյակապ, որովհետեւ ովքեր կարող են դիմել այդ բոլորը, ովքեր որ արդեն զգում են, որ իրենց համար կյանքը պետք է փոխվի եւ 20 տարի հետո, 30 տարի հետո, եթե նույն բանը անեն, իրանց կյանքի որակը չի լավանալու։ Փաստորեն ծնողները կարող են գալ, իրենց նորածին երեխաների համար ծրագրեր գրվել, որից երեխաները արդեն քոլեջի դասերը գնալով գումար կարան վերցնեն եւ անցնեն ոնց որ ուսման համար։ Կարան նենց մարդիկ էլ գան, ովքեր որ ոնց որ հիմա 40-ից հետո իմ նման կան եւ ծրագրեն 20-25 տարի հետո իրենց թոշակի օրերը, որ իրենք նորից արդյունավետ կարողանան ինչ-որ ներդրում անեն, կյանքի ապահովագրական պրոգրամների միջոցով, տենց փող աճեցնեն ավելի արագ եւ ավելի շատ։ Այսինքն դուք ունեք այս ամբողջ տեղեկատվությունը, որ ուղղությամբ որտեղ կարելի է ինչ ներդրումներ անել, ընդ որում կապ չունի չափը, մեծ փոքր, հա, կապ չունի, որպեսզի 20 տարի, 25 տարի հետո ինչ որ առումով կանխատեսելի լինի ֆինանսական վիճակը կամ այն ծրագիրը, որ մարդը ունենում է իր ներսում, կարողանա իրագործել։ Այո, որովհետև գիտեք, մենք օրինակ ես կարամ ասեմ եւ իմ շրջապատի մարդիկ շատերս աշխատելը գիտենք, մենք լավ աշխատող մարդիկ ենք, բայց չեն կարողանում ինչ-որ գումար սեյվ անել։ Այո։ Մի կողմ դնել։ Մի կողմ մեր համար առաջինը ծախսն է։ Մենք աշխատում ենք բիլեր մուծելու համար, վարկեր մուծելու, հետո ինչ որ մնացել է, կարողանանք մի կողմ դնենք, իսկ եթե չէ, էդ էլ կծախսենք։ Ամերիկան էլ փառք Աստծո, գիտեք, կրեդիտ քարտներ շատ ունի, մարդիկ շատ անգամ չեղած փողնել են ծախսում, ու հետո պարտքեր են ունենում, ամսվա վերջում գումար չունեն մի կողմ դնելու իրենց ապագայի համար։ Դրա համար
շատ կարևոր է որ մարդկանց հետ խոսենք եւ այս ծրագրերի մասին ասենք, թե ինչքան կարևոր է ապագան նայելու մասին։ Այո, պլանավորելը շատ այսպես անկեղծ ու ճշգրիտ։ Գարնե, նաև այստեղ բնավորությամբ դուք նշում եք, որ երբեք այսպես ֆինանսական ոլորտի այդպես սեր չեմ ունեցել, չեմ զբաղվել, բայց դուք ձեր բնավորությամբ միշտ սիրում եք մարդկանց օգնել, մի բարի խորհրդով այն հնարավորությամբ, որ դուք ունեք։ Մարդկանց հետ, ճիշտն ասած, շատ անգամ որ ուրիշ առիթով խոսում ես, մարդիկ կարողա չլսեն, բայց երբ որ ընտանիքներ զույգեր գալիս են մեր օֆիսային ոնց որ այդ վայրում նստում ենք իրար հետ ու արդեն մենակ իրար հետ ենք խոսում ու իրանք լսված են զգում եւ երբ որ մարդիկ լսում են որ դու իրենց հասկանում ես իրադրության մեջ մտնում ես եւ դու ունես տարբերակներ իրան մատուցելու նա ինչ որ միտեղ ուրախ եւ ավելի լցված է բաժանվում ու գնում է ինքը իրան լավ զգալով ու մեր նպատակը դա է առաջինը որ մարդկանց ցույց տանք որ կապ չունի դուք ինչ եք արել դուք կարող եք ձեր ապագան ավելի պայծառ դրսևորել Այսինքն յուրաքանչյուրի ապագան այստեղ ինչ որ առումով կարելի է պլանավորել, տարբերակներ առաջարկել։ Նաև նախնական զրույցի ժամանակ հետաքրքիր մի արտահայտություն արեցիք, որ նաև իմ մեջ եղած վախերն եմ հաղթահարել այս աշխատանքի շնորհիվ։ Ինչ է սա նշանակում, պիտի խնդրեմ մի քիչ բացեք Գայանե։ Ինչի՞ չէ, որովհետև հենց գիտեք Աստված զուգադիպություններ չեն լինում փաստորեն, ես այդ եմ հասկանում, եթե կարար ուրիշ կամպանիա լիներ, կարար ուրիշ օֆիս լիներ, որտեղ այս օֆիսը տարբեր մասնաճյուղեր ունի, քաղաքի տարբեր տեղեր, բայց ինչու հենց այս օֆիսը գնացի, որ գրած է shine for others when they are in darkness, նշանակում է դու փայլիր նրանց համար, ովքեր որ մթության մեջ են, ու ինձ էլ այդ էր պետք, դրա համար ես որ եկա այս ճյուղը ընկա, ոնց որ այս օֆիսը ընկա, դա իմ համար ու հետո եմ ես լրիվ զգացել, սկզբից չեմ նկատել, հետո զգացի, որ չէ, կարողա ես այստեղ պետքա լինեմ, մեկին օգնելով, դու քեզ էլ ես օգնում, այդպես է դուրս գալի։ Գայանե, նաև այստեղ բնավորության բացի այդ մասնագիտությունից, որ պետք է սովորել, որպեսզի առաջարկել այս ծրագրերը, նաև բնավորության հատուկ գծեր են պետք է ես հասկանում եմ։ Այո, անշուշտ։ Ու գիտեք, դա նոր բնավորության գիծ է, որ ես ոնց որ ասած պարապում եմ, ես երբեք սենց խոսացող կամ ինչ-որ մարդկանց ուզենալ ծանոթանալ, նոր մարդիկ լինեն իմ շուրջը, միշտ հետ եմ պահել ինձ, ոնց որ ավելի փակ եմ եղել, բայց այս գործի շնորհիվ, այս մասնագիտության շնորհիվ, ոնց որ չեմ ուզում ստիպված ասել, բայց տենց հա դուրս գալի, ստիպված դու պետք է որ մարդկանց հետ շփվես, կապ պաշտպանես ու դուր է գալիս այդ ամեն ինչը, ոնց որ փոխվել եմ, նոր մարդ ծնվել իմ մեջ, կարամ տենց էլ ասեմ, ու դուր է գալիս, որովհետև մարդկանց հետ շփվելով, այո, դու շատ բան ես սովորում, ու սովորելն էլ ես շատ եմ սիրում։ Գիտեք, մարդկանց հետ որ նստում խոսում ենք, առաջի երկու զրույցը կարող է լինի իրենք դե նոր են ծանոթանում նյութին, նոր են ծանոթանում, նոր են հասկանում, որ կարող է մի քիչ փող խնայելը իրանց համար չեն գտնում այդ փողը խնայելու համար, բայց հետո որ նորից ենք նստում իրենց հետ արդեն երկրորդ, երբ որ արդեն ծրագիրը լրացնում ենք, պրոգրամին դիմում ենք, իրանք զգում են, որ դա չէին կարող, բայց հիմա կարողացան, դա էլ կարողացան, դա դժվարություններ, որ մենք օգնում ենք իրենց անցնեն, իրենք վերջում միշտ շնորհակալ են։ Մարդ չի եղել, ընտանիք չի եղել, որ մենք նստենք իրենց հետ խոսելուց հետո ինչ-որ փոշմանեն կամ ասեն ինչի եկա, որովհետև շատ ժամանակ, եթե կինն է, չէ, ուզում ժամադրություն, ամուսնուն պետք է համոզի, որ իրար հետ կան, կարող ամուսինը եկել է մենակ կնոջ հետ ինչ-որ լինելու, կնոջ մենակ չթողելու համար, դա մի քանի անգամ է ստացվում, բայց վերջում որ գալիս են արդեն, որ ծրագիրը իրանց
համեմատ ու իրանք տեսնում են իրենց ապագան ինչքան լավ է լինելու, ինչքան երեխեքին են օգուտ տալի, իրենցից հետո մնացածներին, թեկուզ իրենք առողջ ժամանակ են օգտվելու, իրենք միշտ շնորհակալ են։ Ու դա այնքան լավ զգացողություն է տալիս ձեզ, մեզ էլի, մեր թիմին, մենք շատ ուրախ ենք լինում, երբ որ մարդ այդքան գոհ է մնում։ Այո, ըստ էության այստեղ Գարնե, այսպես լսում էի ու շատ ափսոսում, որ Հայաստանում այսպիսի մասնաճյուղ չկա, որովհետև իսկապես պլանավորելը, ինչ որ ապագայի հետ որևէ ծրագիր կազմելը մարդուն կարծես ապրեցնում է իրականում, իր ներսում ինչ որ բան փոխվում է, երբ որ դու ծրագիր ես կազմում վաղվա օրվա համար։ Գուցե ես մի քիչ ճիշտ չեմ ձևակերպում, պիտի խնդրեմ մի քիչ բացել։ Մարդիկ կարող են գալ, ասել, որ ես այսօր աշխատում եմ, ունեմ եկամուտ, բայց ես չեմ կարողանում խնայել կամ չեմ կարողանում հասկանալ որտեղ ներդրում անել, եթե նույնիսկ խնայում եմ։ Շատ լավ հարց էր։ Փաստորեն մարդիկ շատերը կուզեն, բայց քանի որ ծրագրերից մեծ մասը կապված է կյանքի ապահովագրական պրոգրամների հետ, ամեն մեկը չի որ կարող է օգտվել այս պրոգրամներից։ Արիքը մեծ կապ ունի, առողջությունը մեծ կապ ունի։ Գիտեք, մեկ հայերը մենք շատ լավ ազգ ենք, ես շատ եմ սիրում հայերին, շատ եմ ուզում օգնեմ իրենց, բայց մեկ սխալ քայլեր ենք անում։ Այսպես ասած, կարող է ջահել տարիքում մարդիկ դիմեն թոշակի, այդ թոշակի համար դիմելու համար ոնց որ հիվանդություններ գրվի իրենց ռեկորդին, որ իրականում կարող է կամ բարդ չի։ Բայց հետո որ որոշում են կյանքի ապահովագրական այդ պրոգրամներից օգտվել, որ արդեն բժշկությունը մտնում ստուգում է իրենց ռեկորդները, տեսնում է, որ իրենք ճիշտ է կարող է արտաքինով կամ իրականում այդքան վատ առողջ չեն, բայց թղթերով իրանք շատ վատ առողջ են։ Այո, հայկական տարբերակը ամենտեղ գործում է, չէ՞ Գարնե ջան։ Ցավոք սրտի։ Բայց ոչինչ, այս գործի բնույթը այն է, որ տարբեր գաղափարի մարդկանց հետ ենք շփվում։ Մարդիկ կան, ովքեր պատրաստվում են, գիտեք, հիմա շատ են ավելի մեկնում, պատրաստվում են մեկնել։ Մենք փորձում ենք նաև նրանց տեղեկացնել տարբեր ասպարեզներում, որպեսզի ճիշտ կետից սկսեն։ Այդ ձեր նշած, հենց առաջին պահից գնում են առողջության հետ կապված խնդիրները, ինչ որ բան նաև այսպես ուռճացրած, մեծացրած ներկայացնում, հետո չեն կարողանում ավելի լավ ծրագրեր։ Ինչքանով է կարևոր, որպեսզի ճիշտ կենտրոններ, ճիշտ գրասենյակներ դիմել, որտեղ որ ամբողջական ինֆորմացիա կունենան։ Ինչ լավ հարց տվեցիք, thank you շատ։ Այո, շատ կարևոր է, որ առաջինը ճիշտ ինֆորմացվել ու հիմա ես հետ եմ նայում, ասում եմ Երանի իմանայի այս ամենը իմ նոր երիտասարդ տարիքից, Երանի 18 տարեկանից, ինչի՞ չէ, որ արդեն կարող ես ինքնուրույն դիմել այս պրոգրամներին, քան թե որ ծնողների միջոցով, ինչի՞ չէ։ Դրա համար հենց այդ է, որ շատ մարդկանց հետ նստելով, գիտեք, առաջի անգամվանից չի, որ մարդիկ որոշում են կայացնում, այսի պետք է նստի, ինֆորմացիա է, առաջի անգամ լսում ես, բայց էլի պետք է գաս, դրա համար ես խորհուրդ կտամ, որ գոնե բաց լինեն մարդիկ լսելու, մենակ ինֆորմացիա սովորելու։ Սկզբնակում թեկուզ եթե փող չունեն, դրամ չունեն խնայելու, այդ նորմալ է, դա լսելու հետ կապ չունի։ Մեր հետ նստելը դա դրամ չի, մեզ չեն վարձատրում ոչ մեկ սենց զրույց անելու, մեզ դուր է գալի զրույցը, այդ կլինի, որ մի քանի անգամ պետք է լսենք այս ինֆորմացիա, մինչև արդեն դրամը վաստակելու ձևը կգա ու տեղը կգտնի, դրամը կգտնվի, եթե ինչ-որ նպատակը կա, էլի։ Այո, շատ լավ ձևակերպում պատասխանեցի ձեր հարցին։ Այո, հրաշալի է։ Գան այնքան լավ ասացիք, եթե նպատակը կա, դրամը անպայման կգտնվի։ Սա շատ հետաքրքիր ձևակերպում է, սիրելի հետևորդներ, իրականում գիտեք, մենք լինում է դեպքեր, երբ որ մենք մեր կյանքի ընթացքում հանդիպում ենք մի մարդու եւ մեր մտածողության մեջ կարծես ինչ որ բան փոխվում է։ Այ Գայանեն շատ
անկեղծ է նշում, որ 20 թվականին այդ դժվար ժամանակներում կարծես լույս լիներ մթության մեջ այս ասպարեզը, որ բացահայտեց իր համար, ունենալով 2 դիպլոմ, ունենալով իր սիրած մասնագիտությունը, բայց այս ոլորտը բացահայտեց եւ հենց այս կազմակերպության, նաեւ հենց այս կազմակերպությունում աշխատելու հնարավորությամբ, բայց իրականում այ հիմա Գայանեի հետ զրուցում ենք, փաստորեն, եթե օվկիանոսից այն կողմ եք վստահաբար գիտեք կամ եթե չգիտեք, պետք է կարողանալ պլանավորել, հա, կապ չունի դուք այս պահին գումար ունեք, թե չէ, խնայողություններ ունեք, թե չէ, դրանք մեծ են, թե փոքր։ Նախ մենք չգիտենք ինչից կկարողանանք խնայել, ինչից ոչ։ Ամեն դեպքում այս առաջին հանդիպումը, այս զրույցը հրաշալի հնարավորություն կտա ինչ որ բան կյանքում փոխելու։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Գայանե, դուք նաև ես գիտեմ, որ գրել եք միշտ, սիրել եք գրել, այսինքն ձեր էությամբ այսպես ստեղծագործաբար եք ամեն ինչին նայում, սա արդեն երևի ձեր ներսում, ձեր տեսակն է այդպեսի։ Այո, միշտ սիրել եմ գրել, ինչ որ տարբեր առիթներով ոնց որ չես կարողանում բառերով ասել, բայց որ գրում ես, այդ կարդալը ավելի հեշտ է թվում։ Գրելով հեշտ է, գրելով միտքդ բացվում է, գրելով ինչ որ խոսում ես մեկի հետ, ով լսում է։ Այո, շատ լավ նշեցիք, այո, խոսում ես մեկի հետ, ով լսում է։ Մեր այս արագության այս դարում, երբ բոլորը ինչ որ բաների մեջ են, կարծես այդ լսված լինելը մարդկանց համար իրականում դառնում է խնդիր։ Կարծես քեզ դու անընդհատ մարդկանց մեջ ես, բայց լսված չես, չէ՞, այս զգացողությունը։ Եվ մարդիկ, ովքեր որ ստեղծագործական այս բանը ունեն ներսում, այս առումով ասում են երջանիկ են, երբ կարող են իրենց բառը, իրենց խոսքը, իրենց հոգու այդ ձայնը թղթին հանձնել։ Այո, փոքր ժամանակ գրել եմ հայերենով, երևի ստեղ գալուց հետո եմ սկսել գրել հայերենով դաժե։ Ես հայերենը սիրել եմ, լեզու սիրում եմ, այդ բառերի շղթան սիրում եմ, տարբեր ոնց որ մտքեր, կարող նույն միտքը տարբեր բառերով արտահայտես, տարբեր զգացողություն թողի, ու ինձ միշտ այդ դրանց շարանը դուր է եկել։ Եվ փոքրուց էլ ոնց որ մայրս այդ իմ մեջ սերմացրել կարող եմ ասել, որտեղ որ մենք նոր Ամերիկա ենք եկել, ինքը բառարանով էր ման գալիս։ Եվ անդադ բառերն էր նայում, մի բան էր խոսվում news-ով, TV-ով, նորություններ էր հայտարարում, ինքը չէր իմանում այդ մի բառը բացում էր, նայում էր գրում էր, հետո սենց այդ բառերը ավելի սկսեցի սիրել լեզուն։ Այո։ Ու հայերենով գրել եմ ոտանավորներ, երեխեքիս նվիրված, տղայիս տեսանկյունից գրել եմ, որ աղջկաս արտասանի ինքն էլ սովորեց աղջկաս կնունքին, մի տարեկան կնունքին, տղաս արդեն 3 տարեկան էր, դա արտասանեց իր համար, գրել եմ հորս համար, ընտանիքիս համար, ամուսնուս համար, բոլորի համար, ում որ զգացմունքները առաջացել, գրել եմ։ Այո, գրել եմ։ Զգացմունքը ձեր սրտի ներսում եղածը արտահայտելու ամենագեղեցիկ ու օրիգինալ երևի տարբերակը։ Կարելի է ասել։ Այո։ Ես գիտեմ, որ նաև ունեք պոեմ, հա, մի բանաստեղծություն նվիրված հենց այս կազմակերպությանը։ Հնարավոր է արդյոք պիտի խնդրեմ կարդալ, որպեսզի այդ էությունը հասկանանք։ Այո, շնորհակալ եմ, ինչու՞ չէ, սիրով։ Բայց անգլերենով եմ գրել։ Մինչև կարդալս պիտի շեշտեմ, որ ես գիտեք մի զգացմունք ա գալի, որ օրհնված եմ զգում։ Զգում եմ, որ Աստված իմ հետ է եւ ուզում եմ դե արձագանքի այս պոեմի միջոցով։ I'm on a journey of self-discovery. Don't come with me. Just let me be. It's not about financial stability. It's about unveiling another version of me. I was not born to work 8 to 3. I know there is more to my destiny. A woman of 40-something having an epiphany. Now there is a mockery. If you're not relating, it's not your time, maybe. This is my journey. Just let me be. With my same old eyes, I've been shown a new vision.
It's God's vision of what He wants me to be. Do you have a vision? Have you been on this journey? Let me be on mine. It's part of God's plan, so divine. I'm more than society has labeled me, so are you. You are meant to be here, my mentor said one day. For me, it's God's plans. I'm on a journey of self-discovery. Don't come with me, just let me be. Շնորհակալ եմ շատ։ Ու շատ հետաքրքիր նաև այդ բառերը իմ հին աչքերով նոր տեսարաններ, նոր vision փաստորեն ունեցա։ Սա յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ այսպիսի պահգանը, բայց յուրաքանչյուր մարդ չի գրանցի, տեսնի, արձանագրի, որ իր հետ այ հիմա հրաշք տեղի ունեցավ։ Այո, շատ ճիշտ եք։ Երևի այս կամպանիայի միջոցով, որ նոր կյանք է թվում իմ համար, երևի հենց այդ է, որ ես փոխանցեմ այդ էներգիան, այդ դրական էներգիան շուրջ բոլորիս։ Այո։ Եվ օգնեմ ընտանիքներին։ Դուք նշեցիք ձեր հրաշք երեխաների մասին, ձեր ընտանիքի մասին, հիմա արդեն ձեր տղան 19 տարեկան է։ Դժվար է պատկերացնել 19 տարեկան ձեր տղան է, որը հաշվապահական, հա, այս ուղղությունն է ընտրել, երկրորդ տարին է սովորում է եւ ձեր աղջիկը Լիաննան 17 տարեկան։ Փաստորեն Լիաննան արդեն ուրիշ ուղղություն է ընտրել, ճարտարապետությամբ է հետաքրքրվում։ Այո, ինքը արդեն դեռ էդ են ասում, գիտեք, Ամերիկայում դժվար է, ստեղի դպրոցի համակարգը մի քիչ տարբեր է, երեխեքը պրակտիկա չեն անում, երեխեքը մի քիչ ուշ են ավարտում մինչև 12-րդ դասարան, դրա համար որ ընտրել են չի նշանակում, որ կարող է հենց դրանով էլ ավարտեն, փաստորեն էդ են ընտրել այդ ժամանակում, բայց եթե շարունակեն դրանով, ուրախ կլինեմ, գոհ կլինեմ, իրենք ուրախ են հիմա։ Ինչպես եք դուք պլանավորում օրը, ժամանակը, գանեմ, ասում են, որ սա էլ է շատ կարևոր, այ միշտ այսքան պոզիտիվ, այդքան դրական հասցնում եք եւ ինչպես եք սիրում օրը բաժանել այսպես։ Իմ օրը փաստորեն սկսումը կարա ժամը 5-ից սկսի առավոտը, կարա 5:30 սկսի եւ ավելի երկար է թվում։ Ես որ առավոտյան արթնանում եմ, լռություն, ոնց որ լինենք ես եւ Աստված, շուրջս մարդ չկա։ Կարողանում եմ ես աղոթքով սկսել օրս, ինչ որ տեքստ կարդալով, սուրճս եմ խմում, բայց մինչ այդ արդեն գիշերվանից պլանավորել եմ դրածա օրվա ամեն ինչը ինչ որ պիտի կատարվի, զանգերը որ պիտի անեմ մարդկանց հետ որ պիտի հանդիպեմ, ուրիշ ինչ հանդիպումներ կա, գնալ, զանգել, այդ ամենը մի օր առաջ դրված է։ Ես հասկանում եմ, որ դուք օրվա մեջ ամեն ինչից, ամեն տեղ կարողանում եք գտնել այդ էներգիա ստանալու աղբյուրը գանը։ Սա բնավորություն, ձեր ներսից եկող մի բան է, չէ՞, որ կարողանում ես այդ դրական ամեն տեղ տեսնել ու էներգիան ստանալ։ Գիտեք, գրքերն էլ կապ ունի։ Ես այս կամպանիայի հետ գործակցելով ծանոթացել եմ նորանոր գաղափարի գրքերի հետ, որը որ մենակ ֆինանսական աղբյուրից չեն գալիս, որը որ գալիս են տարբեր կերպեր, թե մարդ ոնց ինքը իրենը ավելի լավացնի։ Դու քո վրա ոնց աշխատես, որ դու լինես ավելի լավ, ինչ որ մի skill, ոնց սովորես։ Նոր հմտություններ, այո, հմտություն։ Այո։ Դու քո վրա աշխատի, դու քեզ մի համեմատի ուրիշների հետ, այլ քո հետ դու համեմատի, քո անցյալ կարողությունների հետ, դու քո կարողությունները ավելի սրի, այդպեսի գրքեր, որ կարդում ես, տարբեր մարդկանց էքսպերիենսը արդեն ծանոթանում ես իրենց հետ ու դու սկսում ես ընտրել լավը, դու սկսում ես ընտրել դրականը, ապագան ավելի լավ է երևում, որովհետև տեսնում ես, այս մարդիկ են անցել այդ ամեն ինչից եւ գրել են դրա մասին, դրա համար այդ կարդալը շատ է օգնում։ Շատ շնորհակալ եմ։ Ես իրականում ինձ շատ հաճելի էր, ես շատ ուզում եմ, որպեսզի շատ մարդիկ իրականում կարողանան այդ որոշումը կայացնեն, գան, հանդիպեն, զրուցել։ Ես էլ եմ շնորհակալ։ Շատ հաճելի էր։
Ինձ էլ շատ հաճելի էր ու ես վստահ եմ, որ այն մարդկանց, ովքեր որ որոշում կայացրեցին, գուցե այս մեր զրույցից հետո, իսկապես այս ուղղությամբ հասկանալ ինչ է պետք անել, խորհրդատվություն վերցնել։ Գայանե Տարախչյանի հետ էինք մենք այսօր զրուցում։ Ես ուզում եմ, որ ձեր այս լավատեսությունը անընդհատ տարածվի ձեր շուրջը եւ անընդհատ ժպտաք, որովհետեւ շատ գեղեցիկ ժպիտ ունեք։ Շնորհակալ եմ, նմանապես։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի էր։ Ինձ էլ շատ հաճելի էր։ Սիրելի հետևորդներ, գիտեք, մենք հեռավար կապով առիթ ունենում ենք զրուցելու հետաքրքիր կանանց հետ, ովքեր կարողացել են նոր ասպարեզ իրենց համար բացահայտել օվկիանոսից այն կողմ։ Բայց լինում են դեպքեր, ինչպես այսօր օրինակ, որ մենք հանդիպում ենք 34 տարի առաջ, այստեղից շատ փոքր տարիքում մեկնած հրաշալի մարդու, ով ամբողջ կյանքում երազել է մի մասնագիտություն ընտրել։ Հետո կյանքում ասում են յուրաքանչյուր իրավիճակ, նաև դժվարություն, նաև այդ խավարը, հա, իր մեջ լույս է պարունակում, եթե դու կարողանում ես այդ լույսը տեսնել։ Ինչ որ մի դռները երբ փակվում են, ինչ որ մի փոքր դուռ բաց է մնում, ու շատ կարևոր են այն մարդիկ, ովքեր ձեզ ցույց են տալիս հենց այս դռան կողմը։ Գիտեք, այսօր մենք շատ հետաքրքիր, ինձ համար շատ հաճելի էր իրականում զրուցել World Financial Group-ի Lighthouse մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու Գայանե Տարախչյանի հետ, որովհետև ընտրել մի ուղղություն, հա, նոր մասնագիտություն եւ հետո հասկանալ, որ այս մասնագիտությունը ինչ որ առումով կարծես Աստված է ուղղորդել, որպեսզի դու ընտրես այս մասնագիտությունը, այս կազմակերպությունում հայտնվես, մարդկանց հնարավորություն տաս իրականում մթության մեջ այդ լուսավոր կետերը տեսնես եւ ինքդ ամեն օր գնահատես, որ այս ներդաշնակությունը քո ներսում ստեղծվել է նաեւ հենց այս միջավայրի արդյունքում, սա կարեւոր բան է։ Մենք միշտ փորձում ենք գտնել ինչ-որ պատճառներ, թե ինչու չենք կարող աշխարհը նվաճել։ Այնինչ հենց այսպիսի կանանց հետ զրուցելուց հետո դու հասկանում ես, որ ամեն ինչ քո ներսում է եւ ինչքան էլ դժվար լինի, միևնույնն է, միշտ ելքեր կան, միշտ հնարավորություններ կան։ Այս պահին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ու ես վստահ եմ, որ մարդիկ, ովքեր այս ասպարեզով հետաքրքրված էին, իրենց համար ինչ-որ բան բացահայտեցին, իսկ ովքեր ոչ, ուղղակի կարողացան լսել ու հասկանալ, որ աշխարհում կան կանայք, որոնք իրականում շատ բան իրենց կյանքում փոխել են ու պատրաստ են նաև իրենց օրինակով ձեր կյանքում շատ բան փոխել։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Նովոթեին ուլտրա, աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։